Վաղուց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն, վաղուց ելք է փնտրում կուտակված մի կարոտ, մթի մեջ գիշերի կեսին կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայ չաճույքով, ներսը սրտիս խորքում գողի պես զգուշ, կամացուկ շարժվում է նա, ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ, հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ, լինում է, որ ես թերթ եմ կարդում, կամ ասենք գնում եմ շուկա փայտ գնելու, փայտ ծախողն է ասենք մի սովորական գյուղացի, միս այլ փայտ է բերել շուկայում ծախելու, հարցնում եմ, ինչ արժե բարեկամ փայտդ, այսքան կամ այսքան, ու մի պահ հարցական նայում է ինձ։ Բայց ով է, կամ ինչ է նա, ահա ամենաէականը, գուցե մեծ լինի զարմանքդ, եթե ասեմ, որ ես էլ չգիտեմ, գիտեմ, որ նա կա, եղել է և հին է, որպեսի Մարյունն է հին, կա, զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ, բայց ահա հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է որպես ծուխ կամ ցնորք։ Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում մորմոքում է մի մութ, աներևույթ, կանչում է, ուր, երբ իրիկնադեմին, մեղ, հացած ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից կանչում է նա, ով է լսում, ով էլ որ լսում է, շատ բան է հասկանում, ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը, շատ բան եմ հասկացել, բայց էլ ինչու է խեղդում ինձ, ինչու է կարոտը խեղդում, ինչու է կանչում, մտերիմ, կանչում անվերջ, և ես ինչու եմ ուզում, ինչու եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ, սրտով սիրել նրան։ Այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում, այս հարցերի պատասխանը քո սրտում քո հոգում պիտի գտնես, պիտի ցանկություն զգաս գտնելու, ուրիշ ոչինչ, այո, ուրիշ ոչինչ։ Ինչքան անգամ հարցրել եմ ես ինձ, թե ինչ է վերջապես Նայիրին, գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ով ենք մենք վերջապես նայիրիցիներս, ինչ ենք մենք և ուր ենք գնում, ինչ ենք եղել երեկ և ինչ պիտի լինենք վաղը։ Ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս, մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղից չարախինդ մի հարց, չէր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերել հաստատ երկիրը Նայիրի։ Գուցե ճիշտ որ միրաժ է Նայիրին, ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն, իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեք եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ, սովորական մարդու սովորական հատկություններով եւ ուրիշ ոչինչ։ Ոչ մի երկիր Նայիրի, այլ միայն մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, ուրիշ ոչինչ։ Նայիրյան Աթենամիա քաղաքն ամեն ինչով նման էր Նայիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին, փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ։ Ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են գավառական հետամնաց քաղաք։ Երբ է շինված Նայիրյան այդ հին քաղաքը, Աստված ինքը գիտե, բայց ասում են, որ այդ քաղաքի հիմնողները եղել են հին նայիրցիներ, գուցե խալդեր լայնաթիկուն ու ջլաբազուկ, գուցե գանգրահեր ուրարտացիներ։ Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել, նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա Նայիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի կամ նույնիսկ երկհարկանի շինություններ, տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն խրճիթներին, որքան քո քիթը ընթերցող Էյֆելյան աշտարակին։ Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թեղեկարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն։ Մի հանգամանք, որ 20-րդ դարից է գալիս եւ որպես այդպիսի նոր է եւ միանգամայն ուշագրավ։ Քաղաքի ցածրիկ տների ու խանութների մի օրինակ ծովում թիթեղի այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն արևելյան գյուղում։ Տները, ինչպես ասացի, Նայիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով, բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից կամ երկնքից ընկած քարե մի հրաշք կանգնած կա, երևակայում եք 5 հարկանի մի հսկա քարե մի թուրիմացություն։ Քաղաքի արևմտյան ծայրում, վերը ժայռակուր դեղին բլուրի վրա, խիստ խոժոր որպես արևելյան քարե մի բռնակալ բազմել է բերդը։ Ժայռը իր գահի աթոռի վրայից նայում է քաղաքին։ Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես, ծանր, ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա, նստել է ծանր ու հաստատ։ Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես, եւ հետո
Մեկը մյուսի հետևից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծան ու թեթև, զանազանաձև սնդուկներ, մեկը մեկի վրա, կողք կողքի։ Հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն։ Ասում են, որ այդ բերդը շինելիս նայրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն։ Ահա թե ինչու է այդ բերդը անխորտակելի։ Անարիք է այդ բերդը։ Ամենքն այդ գիտեն, եւ դավաճանությունն է, նենք, ստոր, նայրան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին։ Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա։ Ինչով պիտի պաշտպանվեր հնամի այդ քաղաքն առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ։ Այնտեղից, այո, բերդի անխորտակելի պատերի վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի։ Այնտեղից, բերդի ժայռակետ պատնեշների վրայից իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարկ կորովը նայրյան ցեղի, որպես երկաթե մի բռունցք իջնի պիտի մի օր թշնամու գլխին։ Ահա թե ինչի այդ բերդը, իհարկե հասկացողի համար։ Եվ ահա թե ինչու, վարը քաղաքում հանգիստ են տները, նիրհել են անհոգ ու անտարբեր։ Իսկ խանութների առաջ նստել է նայրցի խանութպանը եւ ծույլ, ամփույթ հորանջելով սպասում է գնորդի։ Եվ ինչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական եւ ժամանակավոր հանգամանքը, որ հիմա բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածավում է ոչ նայրյան, արծվազարդ մի դրոշ։ Բերդը շինել են նայրցիները, բայց դժբախտաբար այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տերերից, եւ թե ամեն մի թշնամուց։ Օրը կգա եւ նրանք կգնան։ Եվ նորից բերդի անառիկ ամրություններից որպես երկաթյա աղեղ մի սպառնալիք կելնե կհառնե անհաստատ նայրյան ոգին, կորովը ուժը հազարամյա նայրյան աշխարհի։ Ու կվարվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդակին երկիրը հազարամյա, երկիրը նայրի։ Բերդից քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով ծուռումուռ հսկա սապատավոր ուղտերի նման դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները։ Առաջ շատ հնում քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով անցնելիս է եղել գետը եւ ամբողջ քաղաքն իր մեջ առնելով տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից։ Բայց հիմա քարե այդ հսկա ուղտերի սապատներն են միայն ծուռ, կոշկոչ բլուրների նման տեղ-տեղ մնացել։ Մնացել են հիմա այն հին պարիսպների զարմանք հետքերը միայն, մեկն այստեղ, ահա, բերդի պատերին կպած, մյուսն այնտեղ, գետեզերքին, մեկն էլ հեռուն, քաղաքից դուրս։ Ամեն մեկը հիմա մանրապատ մի պատ է կատարյալ։ Չիմացողը կասի ով է այս բլուրի քարերը հղկել, ազնվացրել եւ մամուռով պատել։ Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մեջ օրս էլ մնացել է քաղաքի միջով անցնող գետի ճիշտ մեջտեղը։ Գետի մեջտեղը մնացած պարիսպի այդ կտորն է, ահա, որ կոչվում է հիմա Վարդանի կամուրջ։ Կարծում են կամուրջ է եղել եւ համոզված են, որ այդպիսի մի կամուրջ Վարդան զորավարը միայն կարող է շինել, որովհետեւ այսօրվա միամիտ նայրցին այն ամենը, որ մեծ է եւ զարմանալի, ինչ որ նայրյան է ու հաղթական վերագրում է Վարդան Մամիկոնյանին։ Վարդանի կամուրջը նայրցիների աչքին դարձել է խորհրդավոր մի հրաշք, ահռելի գեղեցկություն։ Չեմ կարող պատկերացնել, թե որքան խղճուկ ու անհետաքրքիր պիտի թվար նայրյան այդ քաղաքը նայրում ապրողների համար, եթե այդ կամուրջը չլիներ, բայց արի տես, որ այդքան հետաքրքիր ու զարմանալի հնամի այդ քաղաքում միայն կամուրջը չէ։ Ուրիշ բան է այդ նույն քաղաքացիների համար Առաքելոց եկեղեցին։ Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի, եւ բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայից զարմանք քաղաքացիների համար։ Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը մարդու կազմվածքում, նույնն է Առաքելոց եկեղեցին նայրյան այդ քաղաքում, ինչ որ է Նոտրդամը փարիսցիների համար, նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին Առաքելոց եկեղեցին։ Բերդից դեպի հյուսիս վարը բլուրի լանջին ծվարել է Առաքելոց եկեղեցին, որպես քարից շինած մոխրագույն մի թռչուն։ Առաքելոց եկեղեցին թռչունի է նմանվերից, բերդից նայելիս, բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն։ Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած, դարեր ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը եւ անուն աշխարհում երկիրը նայրի։ Վերը գմբեթի ծայրին, խաչն է, պարզ երկթև նայրյան մի խաչ, ու խաչից սկսվելով ծայրը վեր տնկած կոնաձև հոլի մի նման իջնում է գմբեթը քարե մի ահռելի սնդուկի վրա։ Հասարակ է, պարզ է, նայրյան ոգին է կարծես, կերպարանք ստացած, անպաճույճ է, պարզ է դրսից, բայց հասկացողի համար նա որքան է անհուն ու բազմահրաշ։ Բայց ես մոռացա ասել, թե ինչու այդ եկեղեցին կոչվում Առաքելոց եկեղեցի, եւ հենց այստեղից է ահա, որ սկսվում է այդ եկեղեցու զարմանալին ու հրաշալին։
Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է Նաիրցի վարպետը 12 առաքյալների դեմքերը, 1-1 կողք կողքի 12 առաքյալ։ Հասկանում եք, քարի մեջ փորել է հրաշալի դեմքեր։ Նրանք հիմա էլ պարզնայում են դիտողին, գմբեթի հնաբույր, մամռոտ պատերից, կարծր, չոր, Նայիրյան լեռնակարի մեջ փորած հրաշալի դեմքեր։